Երեք կամերային թատրոնում տեղի ունեցավ ներկայացում, որին մասնակցում էր նաև Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը Լիլիթը։ Ներկայացման ավարտին, երբ դերասանները խոնարհվելիս են եղել, հանդիսատեսի շարքերում գտնվող Հրանտ Թոխատյանը եկել է դստերը ծաղիկներ նվիրել և համբուրել նրան։ Այս տեսարանը ստիպել է Լիլիթին արտասվել։ Ներկայացնում ենք հուզիչ կադրերը առանց մեկնաբանության։ Կիպրոսում են հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ։ Նրանց այնտեղ տարել է մի սիրահար զույգի ամուսնություն, ովքեր մի ողջ ինքնաթիռով ժողովուրդ տեղափոխել են իրենց հարսանիքի համար դեպի Կիպրոս։ Նրանց շարքերում են դերասան Հրանտ Թոխատյանն ու նրա կինը Լուիզա Ներսիսյանը, նրանց դուստրը Լիլիթ Թոխատյանը, դե իսկ երեկոյի հանդիսավարը Գրիշա Աղախանյանն է եղել։ Լուիզա Ներսիսյանը, դուստրը, ինչպես նաև հյուրերը կիսվել են մի շարք կադրերով, ցույց տալով, թե ինչպես կարող են դրսում յուրօրինակ հարսանիք կազմակերպել։ Լուիզա Ներսիսյանը կիսվել է հարսանեկան մի քանի կադրերով, ցույց տալով, թե որքան երջանիկ են հարսնացուն և փեսացուն։ Լուիզան նաև կիսվել է իր և Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ մի քանի կադրերով, նրանք ասես երիտասարդներ լինեն։ Ինչպես կադրերից երևում է, Հրանտ Թոխատյանը բավականին լավ տեսք ունի։ Վերջինս տարիներ առաջ առողջական խնդիրներ ուներ, սակայն փառք Աստծո, նրա մոտ ամեն բան արդեն լավ է։ Նրանք միասին երջանիկ շրջում են Կիպրոսում ու այս տեսանյութով կիսվել են ինստագրամյան հարթակում, որը մեծ տարածում է գտել։ Հավելենք նաև, որ նորապսակները մեկօրյա հարսանիքով չեն սահմանափակվել։ Նրանք երկրորդ օրը կրկին գեղեցիկ երեկո են կազմակերպել, որտեղ բոլորը պարել են, ուրախացել և կրկին անգամ շնորհավորել նորապսակներին։ Շնորհավորում ենք զույգին և առաջարկում ենք դիտել այս յուրօրինակ հարսանիքի կադրերը առանց մեկնաբանության։